Ես մի ցուցանիշ էլ կուզեմ նշել, որի մասին նախորդ տարիներին առիթ ունեցել եմ խոսել, դա ցույց է տալիս կառավարության քաղաքականության արդյունավետությունը։ Խոսքը համակարգ մուտք գործած նոր ուսուցիչների թիվն է եւ առիթ ունեցել ենք հնչեցնելու 2023-24 ուսումնական տարվա ցուցանիշները։ Այսօր ես ուզում եմ ավելի թարմ տվյալներով կիսվել ձեզ հետ 24 թվականին եւ 25 թվականի առաջին կիսամյակ մեր դպրոցներ մուտք են գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ։ Դրանք մարդիկ են, որոնք մինչև այդ չեն դասավանդել դպրոցներում եւ 24 եւ 25 թվականի առաջին կիսամյակի դրությամբ 25-26 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ներողություն դրությամբ մեր դպրոցներում աշխատում են որպես ուսուցիչ։ Եվ եթե մենք նայենք նրանց բաշխվածությանը, օրինակ ըստ տարիքային կազմի, ապա կարող ենք տեսնել, որ այս ուսուցիչների կազմում շուրջ 80%-ը կազմում են մինչև 45 տարեկան մարդիկ։ Ինչ է սա նշանակում։ Մի շատ պարզ բան, որ կառավարության այս քաղաքականությունը, որը ուսուցչի մասնագիտության, գրավչության բարձրացմանն է միտված, կոնկրետ արձագանք է ունենում եւ այն մարդիկ, ովքեր նախկինում գուցե չէին մտածել դասավանդման մասին, գուցե իրենց փորձում էին այլ ասպարեզում, վերադառնում են դպրոց կամ մտնում են դպրոց աշխատանքի եւ այդ ուսուցիչները գալիս են նաեւ համալրելու մեր ուսուցչական համակազմի շարքերը, որոնք մեծ ծավալի աշխատանք են անում եւ առիթից օգտվելով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար։ Իհարկե դպրոցական եւ նախադպրոցական կրթության ոլորտում թե անելիքներն են շատ, թե արված աշխատանքն է շատ եւ հարցերի պարագայում ես կանդրադառնամ դրան, բայց նաեւ բոլորի ժամանակը հաշվի առնելով անցնեմ մեր մյուս արված աշխատանքներին ու մասնավորապես մենք արդեն թևակողում ենք ավարտական քննությունների փուլ եւ միասնական քննությունների առաջին շրջափուլի փուլ։ Գիտեք, որ արդեն մի քանի տարի է, որ մենք տարեկան 2 անգամ ենք կազմակերպում միասնական քննությունները, որոնք ընդունելության համակարգի կարևոր բաղադրիչն են եւ այս ուրեմն օրերին էլ դպրոցներում կմեկնարկեն համապատասխան քննական գործընթացները եւ այս մասին խոսելով ես ուզում եմ նաեւ մեր ընդունելության ցուցանիշները ներկայացնել նախորդ տարվա համար, որոնք պետք է ասել, որ շատ ոգևորիչ են հատկապես ՄԿՈՒ ոլորտում կատարված աշխատանքների մասով եւ նախորդ տարի քոլեջներ ընդունվել են ավելի քան 16000 ուսանողներ։ Սա շատ լավ ցուցանիշ է, մենք վերջին 3 տարիներին շարունակաբար հետևում ենք այս դրական դինամիկային, որը ցույց է տալիս, որ 9-րդ դասարանն ավարտելուց հետո մեր ավելի ու ավելի մեծ թվով շրջանավարտներ գնում են ՄԿՈՒ համակարգ եւ հատկապես ուրախացնում է, որ այդ ընդունելությունը ել ավելի մեծ չափով աճել է գերակա մասնագիտություններով, որտեղ գիտեք, որ կառավարությունը սահմանել է առնվազն 50,000 դրամ ամսական կրթաթոշակ, դրանք արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներն են եւ եթե 23-24 ուսումնական տարում, երբ մենք այս ծրագիրը նոր էինք սկսում, ունեինք 874 ուսանող, որ ընդունվեց այս ուղղությամբ առաջին տարում, այսօր արդեն ունենք 3040 ուսանողներ, որոնք որ այս ուղղություններով ընդունվել են արհեստագործական ծրագրերով սովորելու եւ սա կարծում եմ, որ շատ լավ ցուցանիշ է, որովհետեւ մի քանի անգամ աճ է գրանցվել այն դեպքում, երբ որ նախկինում խոսում էինք, որ ընդհանրապես նույնիսկ անվճար տեղերը չեն լրացվում համակարգում։ Մենք ունենք նաև բավական լավ ցուցանիշներ այն մասնագիտություններով, որոնք բարձրագույն կրթության համակարգում ընտրվեցին որպես գերակա եւ այստեղ նույնպես սահմանվեց առնվազն 70,000 դրամ կրթաթոշակ եւ հատկապես մանկավարժական մասնագիտությունների գծով մենք շարունակաբար աճ ենք գրանցում, պետք է հիշեցնեմ, որ բնագիտական ուղղություններով ուսուցիչ դառնալ պատրաստվող սովորողներին էր առաջին հերթին ծրագիրը վերաբերում եւ այստեղ արդեն ունենք մրցութային ընդունելություն որոշ դեպքերում եւ ամեն տարվա աճը ցույց է տալիս, որ մեր ուսուցիչների հետագա լրացման հարցը նույնպես աստիճանաբար կարգավորվում է։ Պետք է կարևորեմ նաև ընդունելության մասով
2025-ին նոր ներդրված մի համակարգ, որը թույլ է տալիս օտարերկրյա ուսանողներին էլեկտրոնային հարթակի միջոցով դիմել մեր ուսումնական հաստատություններ։ Սա ինչու է կարևոր, որովհետև մի կողմից բարձրացնում է թափանցիկությունը գործընթացի համար, մյուս կողմից ավելի դյուրին է դարձնում օտարերկրյա ուսանողների համար դիմելու գործընթացը, եւ այդ իմաստով էլ մեր ցուցանիշները շատ լավն են։ Մենք ունեցել ենք այս տարի ավելի քան 2100 դիմում ընդունելության գործընթացում եւ հատկապես ուրախացնում է, որ օտարերկրյա ուսանողները, այստեղ ես խոսում եմ ոչ հայազգի ուսանողների մասին, մեզ մոտ ավանդաբար օտարերկրյա քաղաքացի հանդիսացող, բայց հայազգի դիմորդների թիվը ավելի մեծ էր։ Այս տարի մենք էական աճ ունենք հենց ոչ հայազգի օտարերկրյա դիմորդների շրջանում, ավելի քան 47% աճ ունենք, եւ սա էլ պետք է հիշեցնեմ, որ կրթության ռազմավարության եւս մի կարևոր ցուցանիշ է։ Գիտեք, որ մենք նախատեսել ենք առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը մեր բուհերում։